Այսքան ժողովուրդը իրենց գործերը թողած եկել են այդ Ժողովուրդը լավ ուրիշ ժողովուրդ հավաքվել այդտեղ։ Մենք ասում ենք գումարը ժողովուրդը չունի, որ ավել այդքան վճարի։ Մենք ամսական, տարեկան, 6 ամսով փաթեթ են գնել, որ մի քիչ էժան լինի։ Ժողովուրդը այդքան վատ է ապրում, որ մեծ ընթացքով է գնում արել այդ իրաց տոմսերը, որ էժան գնան գան։ Բայց հիմա այս բաբշեմ դեմ է ժողովրդի իրավունքներին, ժողովրդի ամեն ինչի խախտում է։ Ես տենց եմ մտածում ու այդքան գտնվող բոլորը մտածում են այդ ամեն ինչը։ Եթե կառավարության կողմից պատասխան չեղավ, ինչ եք անել։ Որոշենք ճիշտ ասած հələ դեռ սպասում ենք որոշմանը կառավարությունը հարց։ Ձեզ մեկ շաբաթ ժամանակ տվեցին, ասեցին, որ բանակցությունները էլի կլինեն։ Եթե պետք է բանակցությունները բացասական պատասխանով լինեին, ինչի այդքան երկարաձգեցին։ Մեզ ասեցին մեկ շաբաթվա ընթացքում փորձենք այս հարցը լուծում տանք, բայց մեզ մեկ շաբաթվա ընթացքում մեզ հրավիրեցին, 2-3 հանդիպում ունեցանք, մարզպետի հետ, փոխնախարարի հետ, այտենց չեմ հիշում էլի, ինչքան պաշտոնի մարդիկ կային ու խոսակցությունը մեկն է եղել, մեր պահանջը մեկն է եղել, մենք չենք ուզում, մենք ոչ մեկի դեմ չենք, մենք մուլտիտրանսի դեմ չենք, մենք ուզում ենք, որ ինչքան շատ տրանսպորտ աշխատի մեր համայնքում, այդքան բոլորիս համար լավ, բայց մեր 59-ը թող դուրս չգա, որովհետև միասնական տոմսային համակարգ ենք ժողովուրդը գնել, լավ ուրիշ չի էլի եմ ասում, որ այդ ամեն ինչը գնել են, որ մի կոպեկ էժան լինի ժողովուրդը կարան մի կոպեկ էժան գնա գործի, դասի ու երթուղու կազմակերպել է իր օրը, իր տարին, իր ամեն ինչը, ըստ այս 59-ի երթուղու, իսկ հիմա որ փոխվում է, ամեն ինչ խառնվում է իր ժողովուրդը չի իմանում արդեն ոնց անի։ Ռուսիան համայնքի բնակիչները նույնպես բողոքում են, որովհետև իրենց խնդիրը կարծես թե դրական պատասխան պետք է ստանար, բայց բացասական պատասխան ստացա վերջի պահին։ Նրանք միանալու են ձեզ։ Նրանք արդեն միանում են, նրանք հայրերթով հեսա ուր որ այա հասնելու են մեզ, նրանց խնդիրն էլ նույն խնդիրն է, նույն սոցիալական բնույթը կրող խնդիրն է, նույն վիճակն է կարողի կարճ ասած։ Կարող ենք այնպես համարել, որ այս իշխանությունը ժողովրդի ձայնը չի լսում։ Ես մտածում եմ այո, որովհետև եթե լսեր 3 հանդիպումից հետո գոնե մի բան փորձեն անեն էլի մեր ժողովրդի համար, այսքան ժողովուրդն ոչ մեկին հաճելի չի, այսօր ամեն մեկը մի կարևոր բանից կտրվել է, մեկը իր ամեն քննություններից մեկը մոր բանն է, ինքնահողի արարողությունն է թողել եկել, մեկը իր դասերն է թողել, դպրոցն է թողել, ուսումն է թողել, ամեն ինչից թողել գնայի թողել եկել են, որ այս հարցը լուծի ժողովուրդ ջան։ Մեզ ոչ մեկին հաճելի չի, այստեղ գտնվող ոչ մեկին էլի եմ ասում հաճելի չի, գաստե կանգնի, այս մարդկանց նեղություն տա, այն մարդկանց նեղություն տա, ինչա թե մեր հարցը լուծվի, բայց այսօր տենում ենք, որ սենց հարց լուծվել մեր երկրում մենակ, ուրիշ ձև օրենքով մերանք ոնց ասեցին չեղավ, ոնց փորձեցինք չստացավ մեր լուծում չեղավ։ Հիմա տեսնենք էլի, հուսանք որ փոփոխություն